Երկրորդ հարցս վերաբերում է քաղաքացի Սամվել Վարդանյանի գործին, ով ավտոբուսում վիրավորել էր քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հակոբ Ասլանյանին եւ երբ անմիջապես նրան մեկուսացրել էին իրավապահները, քննչական ծառայությունից մինչև ձերբակալվածների պահման վայր դիմակավորված անձինք հարձակվել էին, խոշտանգել, ծեծել, թեքել նրա վրա եւ մինչ այս պահը այդ գործը բացահայտված չէ։ Չնայած վարույթ իրականացնող մարմինը վերահսկող դատախազին միջնորդել են փաստաբանները, որպիսի այդ երկու ոստիկանները, որոնց ուղեկցությամբ Սամվել Վարդանյանը տեղափոխվում էր ձերբակալվածների պահման վայր, որպիսի այդ երկու ոստիկանի նկատմամբ հետապնդվի հարուցվի հետապնդում, բայց այս պահը այդ միջնորդությանը որևէ պատասխան չկա։ Որպես վարույթն իրականացնող մարմնի ղեկավար, ես խնդրում եմ ձեզ ինձ տեղեկություն տալ Սամվել Վարդանյանին խոշտանգողներից ինչ նորություն ունեք եւ արդյոք այդ երկու ոստիկանին, ովքեր որ ուղեկցել են Սամվել Վարդանյանին, արդեն նրանց նկատմամբ որոշակի գործողություններ իրականացել են։ Շնորհակալ եմ։ Սամվել Վարդանյանի վերաբերյալ քրեական վարորդով Տիկին Թովմասյան, ես նշեմ, որ ձևաչափը եւ ֆորմատը իմ կարծիքով չի ընդհանրում, որ կոնկրետ վարույթով առանձին հանգամանքների անդրադառնամ, իհարկե սա չընդունեք որպես խուսափում ինչ-որ հարցերին պատասխանել, բայց ներկայացումը 24 թվականի հաշվետվությունը եւ գործի առանձին հանգամանքների հետ կապված ինչ-որ մանրամասներ ես չեմ ներկայացնի, բայց որպեսի ձեր հարցին նաեւ պատասխանեմ ըստ էության չընկալվի այլ կերպ, նշեմ, որ քրեական վարույթը նախաքննության փուլում է, քրեական վարույթով հարձակվել են այն անձինք, ովքեր որ մատնանշվել է, ովքեր որ այդ թվում նաև ոստիկանության աշխատակիցները հարձակվել են, բազմաթիվ վարույթային եւ դատավարական գործողություններ են կատարվել, նշանակվել են փորձակնություններ, փորձակնության եզրակացությունը ստացվել է, նոր փորձակնություններ են նշանակվել։ Տիկին Թովմասյան համալիր եւ բազմակողմանի քննություն է կատարվում եւ եթե դուք նշում եք որ պաշտպան միջնորդել են գլխավոր դատախազին որպեսզի քրեական հետապնդում հարուցվի կոնկրետ անձանց նկատմամբ դա իրենց իրավունքն է, բայց նշեմ միջնորդություն հարուցում է նաեւ վարույթ իրականացնող մարմինը համապատասխան հիմքերի արկայության պայմաններում այս պահին ձեռք բերված փաստական տվյալները բավարար չի, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն ներկայացնի կոնկրետ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Եթե նման հիմք լիներ, վարույթ իրականացնող մարմինը հանդես կգար նման միջնորդությամբ։ Եվ հետեւաբար այս մասով ես Պողոսյան ներողություն խնդրում, թույլ տանք արձագանքի հետ դուք շարունակեք։ Համեցեք Տիկին Թովմասյան։ Դուք ասում եք առանձին վարույթին չեմ անդրադառնամ, բայց Հայաստանի նորանկախ պատմության մեջ ես չեմ հիշում այսպիսի զազրելի դեպք, որ ոստիկանների հսկողության տակ գտնվող քաղաքացուն տանեն խոշտանգեն ու դուք մի տարի քննեք չիմանանք այդ ինչ եք քննում։ Ոստիկանները եթե մեղավոր չեն, եթե իրենք ուղեկցել են ինչ որ հանգամանքներ ա եղել, բա ով է մեղավոր այս գործի մեջ, այսինքն ով խոշտանգեց Սամվել Վարդանյան, այդ զինված բանդիտները այդ պահին ոնց իմացան ոստիկանների ներողություն ավարտում եմ ոստիկանների բնական կարիքների մասին, որ հենց այդ պահին ճիշտ վայրում հայտնվեցին, ախր շատ աբսուրդային է, եւ վերջին նախադասությունը, պարոն Արշակյան, հեսա ավարտում եմ Այն էնտուզիազմով, որ դուք շաբաթօրյա կկազմակերպել եք, շատ գեղեցիկ էր, կուզեմ այդ էնտուզիազմով աշխատեք նաև, էլի, ու դա մենք տեսնենք կոնկրետ Սամվել Վարդանյանի եւ մյուսների դեպքերով, շնորհակալ։ Ինչ վերաբերում է ձեր մատնանշված, ես խնդրեմ, ես ուղղակի չեմ կարող եւ իրավասու չեմ, որպեսի գործի հանգամանքներին եւ առանձին փաստական տվյալներին անդրադառնամ, ընդհանրապես նման իրավասություն չունեմ, բայց կխնդրեմ Տիկին Թովմասյան, որպեսզի մենք միակողմանի չմոտենանք հարցին, ցանկացած անձ, այստեղ լադեր մենք երբևիցե հիմա չենք կարող քննարկել անձի մեղավորության կամ անմեղության հարցը, որովհետև դրա վերաբերյալ պետք է դատավարական որոշում լինի, այսինքն եթե անձը մեղավոր չի, քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացում, եթե մեղավոր է, քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացում եւ վերջնական դա դեռ նույնիսկ դա դեռ բավարար չի, պետք է ունենանք նաև օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Խնդրում եմ, որևիցե մեկը դուք կարող է ի պաշտոնե նաև քաղաքական հայտարարություն անեք, բանդա, չգիտեմ, բայց ես իրավասու չեմ որևիցե մեկի անմեղության կանխավարկածը խախտեմ, ես իրավասու չեմ։
Պարոն Պողոսյան, դիմացի էկրանի ձախ վերևի անկյունում տեսեք կարմիր գույնով նշվում է, այդտեղ ժամատախտակն է, կխնդրեմ, որ հետևեք։